Սիրելի հետևորդներ, մի կարևոր հարցի մասին եմ ցանկանում խոսել։ Պարբերաբար տարբեր հարթակներում շահարկվում է, թե ինչու այն երեխայի հետ կապված 2 տարեկան երեխայի համար ինչու կանխատեսումներ չեմ կատարել։ Սիրելիներս, այդ կանխատեսումները կատարվել են մոտավոր 2 շաբաթ առաջ, ես այդ ամենի մասին խոսել եմ։ Դրանից առաջ մայիսի 9-ի դրությամբ այդ ամենը ես տեղադրել եմ Facebook-ում։ Խնդրում եմ, ոչ մի հարթակում մի շահարկեք այդ հարցը, ինչու կանխատեսումներ չեք արել, ինչու չօգնեցիք, եւ նաեւ այսպիսի մի բան տարբեր տեղերում շահարկվում է, որ երեխան ուղղակի երեխային գողացել են, ի սկզբանե ասեմ ձեզ, որ իմ հաշվարկներում այդպիսի տեսարան ես չեմ տեսել։ Երեխան ի սկզբանե գտնվել է ջրային վայրում եւ ցավոք նշել էի, որ 2 կետից նրան կգտնեն։ Հենց 20-րդ օրը այդ չարաբաստիկ լուրը լսեցինք։ Մանրամասները խնդրեմ ներկայացնում եմ, այլևս ոչ մի հարթակում մի գրեք կամ ինձ մի գրեք, ինչու չեք ասել, ինչու չեք խոսել, ասել եմ, խոսել եմ, վկայել եմ ամենասկզբում իմ նեղ շրջանակները դա իմ համախոհներն են, ուսանողներն են, այն մարդիկ, որոնց հետ ես սկսում եմ իմ նախասիրությունը, դա մոտավորապես 1000 հոգեր։ Ի վերջո ժամանակը եկավ այդ ամենը ես հանրայնացրեցի։ Սա այդ դեպքի առումով եւ խնդրեմ, որ այլևս ոչ միտեղ գրառում չանեք եւ չփորձեք վատաբանել կամ շահարկել այդ հարցը։ Հաջորդ կարևոր հարցը, սիրելի հետևորդներ, դուք գիտեք, որ շուտով Յուպիտերը մտնելու է խեցգետնի կենդանակերպ, դա հունիսի 9-ի դրությամբ եւ նա մոտավորապես 1 տարի գտնվելու է խեցգետնի կենդանակերպում մինչ հունիսի 30-ը 2026 թվական։ Գիտեք, որ Յուպիտերը խանդավառում է խեցգետնի կենդանակերպում, բարեկեցության մոլորակը այն կմեծացնի, կընդլայնի, հնարավորություն կտա, բարեկեցություն կբերի մեր հայրենակիցներին, ծնելիության մակարդակ կբարձրանա, այսպիսի մի տենդենց եմ նկատել, որ վերջին 100 տարիների ընթացքում այդպիսի մի նյութ էր շրջանառվում, որ վերջին 100 տարիների ընթացքում ծնելիության մակարդակը ամենացածրն է եղել։ Ես այսպիսի տենդենց եմ նկատել եւ նաեւ բժիշկների շրջանակներում են խոսում այն անձինք, որոնք ցանկանում են երեխա ունենալ, բայց խիստ կախվածություն ունեն ալկոհոլից եւ մանավանդ գարեջրից, իմացեք, որ ձեր այդ սովորությունը դա հաճույքի մի ձև է, չէ, ոգելից խմիչք օգտագործել պարբերաբար, նույնիսկ շաբաթը մի քանի օր օգտագործելու արդյունքում այն խոչընդոտում է ձեր երեխա ունենալու այդ մեծ ցանկությանը։ Դա հստակ է, տարբեր աղբյուրներում եմ